Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ օրեք ունեցել, ձեր ուշադրության ենք ներկայացնում երեկոյան թողարկումը, հաջորդիվ դիտեք։ FBI-ը հայտնում է ռեկորդային գողության մասին, կիբերհանցագործները գողացել են 16.6 միլիարդ դոլար, ամենամեծ վնասը կրել են տարեցները, միջինը $83,000 կորուստ յուրաքանչյուրի համար։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է ծառեր հատող տղամարդու քաղաքապետ Բասը դեպքը անվանել է անհասկանալի վայրագություն։ Հրդեն Նյու Ջերսիում 49 քառակուսի կիլոմետր տարածք, 5000 տարհանված բնակիչ, ուժեղ քամիներ ու սպասվող անձրև։ Փայն Բերենս անտառները կրկին կրակի մեջ են։ Զելենսկին մերժել է տարածքային զիջման առաջարկը, Թրամփը նրան մեղադրում է պատերազմի երկարաձգման մեջ, հավելելով՝ Ղրիմը կորցվել է առանց կրակոցի։ Պաղեստինցի Մոհսեն Մադդավին, որին ձերբակալել էին քաղաքացիության հարցազրույցի ժամանակ, դեռևս չի արտաքսվի։ 200 տարի է Սպիտակ տան մարգագետինները դրոշակ չունեն, Թրամփը խոստանում է տեղադրել 2 հսկա դրոշակաձող իր միջոցներով։ 28 տրիլիոն դոլար առանց պատասխանատվության, Դարտմունդի համալսարանի ուսումնասիրությունները ցույց է տալիս, համաշխարհային կորպորացիաները պատճառել են միլիարդավոր դոլարների կլիմայական վնաս։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ FBI հայտարարում է 2024-ին կիբերհանցագործների կողմից գողացվել է ռեկորդային 16.6 միլիարդ դոլար։ Դաշնային հետաքննությունների բյուրոյի հրապարակած տարեկան զեկույցի համաձայն դա 33%-ով ավելի է 2023-ի համեմատ։ Ըստ FBI-ի ներկայացվել ավելի քան 250,000 բողոք, որոնցից յուրաքանչյուրի միջին կորուստը կազմել է ավելի քան $19,000։ Խաբեությունների գլխավոր տեսակներն են՝ ներդրումային խարդախություններ 6.5 միլիարդ դոլար, կորպորատիվ էլեկտրոնային փոստի խարդախություններ 2.7 միլիարդ դոլար, տեխնիկական աջակցության խաբեություններ 1.4 միլիարդ դոլար, անձնական տվյալների արտահոսք 1.4 միլիարդ դոլար եւ սիրային խաբեություններ 672 միլիոն դոլար։ Տարիքային կտրվածքով ամենաշատ վնասը կրել են 60 տարեկանից բարձր անձինք 4.8 միլիարդ դոլար, միջին կորուստը $83,000 է կազմել մեկ զոհի հաշվով։ 20 տարեկանից ցածր անձինք ներկայացրել են 18,000 բողոք, 22.5 միլիոն դոլար ընդհանուր կորուստով։ FBI նշում է, որ իրական թվերը կարող են զգալիորեն ավելի մեծ լինել, քանի որ շատ դեպքերում մարդիկ չեն դիմում իրավապահ մարմիններին։ Դաշնային բյուրոն հերթական անգամ զգուշացնում է կասկածելի նամակներին կամ զանգերին՝ մի պատասխանեք, մի փոխանցեք ձեր անձնական տվյալները երրորդ անձի։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը էլեկտրական սողոցով հատել է մեծ չափսերի ծառեր քաղաքի առնվազն 3 թաղամասերում։ Բարկացած բնակիչները սկսել են վանդալիզմի վերաբերյալ ահազանգեր հնչեցնել դեռևս ուրբաթ օրվանից։ Առցանց հրապարակված լուսանկարներում երևում էին հասուն ծառեր, որոնք ընկած էին Լոս Անջելեսի կենտրոնական մայթերին, իսկ որոշներն անգամ փողոցի վրա։ Հնարավոր դրդապատճառի մասին տեղեկատվություն չի հաղորդվել։ Հաղորդագրություն է ուղարկվել Լոս Անջելեսի հանրային պաշտպանների գրասենյակ պարզելու, արդյոք իրավաբանական օգնություն տրամադրվում է այդ անձին։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասի գրասենյակը դեպքը որակել է որպես անհասկանալի վայրագություն։ Քաղաքի հանրային աշխատակազմը գնահատում է հասցված վնասը եւ մենք կազմելու ենք ծրագրեր այս ծառերը հնարավորինս արագ փոխարինելու համար, ասված է հայտարարության մեջ։ Նյու Ջերսիի Փայն Բարենս անտառային տարածքում բռնկված հրդեհը ըստ պաշտոնյաների դեռևս որևէ զոհի պատճառ չի դարձել, սակայն ակնկալվում է, որ այն կշարունակի տարածվել մինչև շաբաթվա վերջ սպասվող անձրևները եւ կրկին հորդորել են հետեւել տարհանման հրահանգներին։ Հրդեհը տարածվել է մոտ 49 քառակուսի կիլոմետր տարածքով եւ կարող է շարունակել այրվել մի քանի օր։ Հրդեհի արդյունքում շուրջ 5000 բնակիչ ժամանակավորապես տարհանվել է, որոշներին թեև թույլատրվել է վերադառնալ իրենց տները։ Միայն մեկ կոմերցիոն շենք եւ մի քանի մեքենա են այրվել։ Հրդեհը վերջին 20 տարիների ընթացքում նահանգի երկրորդ ամենախոշոր անտառային հրդեհն է, զիջելով միայն 2007-ին տեղի ունեցած 67 քառակուսի կիլոմետր տարածք այրած հրդեհին։ Նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, նրան մեղադրելով պատերազմի երկարաձգման մեջ, քանի որ վերջինս մերժել է Ղրիմը Ռուսաստանի զիջելու գաղափարը որպես խաղաղ համաձայնության մաս։ Զելենսկին դեռևս 3 էր հայտարարել, որ չի ընդունում Ուկրաինայի տարածքների զիջման որևէ առաջարկ, ընդգծելով. Քննարկելու բան չկա, սա մեր հողն է, ուկրաինացի ժողովրդի հողն է։ Ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի նախորդ շաբաթ Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգները ներկայացրել է մի առաջարկ, որով Ռուսաստանը կարող է պահպանել օկուպացված տարածքների վերահսկողությունը։ Այդ առաջարկը այժմ դիտարկվում է որպես վերջնական, ինչը զարմացրել է ուկրաինացի պաշտոնյաներին։ Թրամփը գրել է.
Այս հայտարարությունն ամենևին չի նպաստում խաղաղության բանակցություններին։ Ղրիմը կորցվեց դեռևս Օբամայի օրոք առանց կերակոցի։ Եթե Զելենսկին ուզում էր Ղրիմը, ինչու չէին պայքարում դրա համար 11 տարի առաջ։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Հնդկաստանում հայտարարել է, որ այժմ կողմերը պետք է որոշեն՝ ընդունում են Միացյալ Նահանգների առաջարկը թե ոչ։ Ըստ նրա, առաջարկը նախատեսում է ներկայիս ճակատային գծին մոտ սահմանագիծ սահմանել, կողմերից յուրաքանչյուրին հարկադրելով որոշակի զիջումների գնալ։ Իսկ մարտերը շարունակվում են։ Այսօր ռուսական անօդաչու սարքը հարվածել է աշխատողների ավտոբուսին Մարգանեց քաղաքում, սպանելով 9 մարդու, վիրավորելով ավելի քան 40-ին։ Լոնդոնում նախատեսված բարձր մակարդակի բանակցությունները վերջին պահին չեղարկվել են։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցել ժամանակացույցի խանգարման պատճառով, ինչը խորացրել է կասկածները բանակցային գործընթացի վերաբերյալ։ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն էլ նախատեսում է կրկին մեկնել Մոսկվա շարունակելու բանակցությունները։ Բայց բանակցությունների բուն ընթացքը շարունակում է անորոշ մնալ թե Ուկրաինայի անզիջում դիրքորոշման եւ թե Ռուսաստանի երկարաձգվող հարձակվողական մարտավարության պատճառով։ Այսօր Վերմոնտի դատարանի դիմաց հավաքվել էին աջակիցների եւ իրավապաշտպանների խումբ սատարելու պաղեստինցի ուսանող Մոհսեն Մահդավիին, որը ղեկավարել էր Գազայի պատերազմի դեմ բողոքի ցույցերը Կոլումբիայի համալսարանում եւ ձերբակալվել էր Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստանալու հարցազրույցի ժամանակ։ Մահդավին, որը վերջին 10 տարիների ընթացքում ունի օրինական բնակության կարգավիճակ, ձերբակալվել էր ներգաղթի եւ մաքսային վերահսկողության գործակալների կողմից ապրիլի 14-ին։ Այսօր կայացած նախնական դատական նիստի ընթացքում դատավորը երկարաձգել է Մահդավիի Վերմոնտում մնալու ժամանակավոր հրամանը եւ նշանակել հաջորդ լսումը մյուս շաբաթվա համար։ Կառավարությունը պնդում է, որ Մահդավիի կալանավորումը սահմանադրորեն թույլատրելի է որպես արտաքսման գործընթացի մի մաս եւ որ նահանգային դատարանները իրավունք չունեն միջամտել նման գործերի։ Մահդավիի փաստաբանների խոսքով քաղաքացիություն ստանալու հարցազրույցի ընթացքում նա արդեն պատասխանել էր հարցերին եւ ստորագրել էր փաստաթուղթ, որով հաստատել էր, որ պատրաստ է պաշտպանել Միացյալ Նահանգների սահմանադրությունն ու օրենքները։ Այդ պահին սենյակ է մտել դիմակավորված այսի գործակալները, շղթայել նրան ու տեղափոխել անհայտ ուղղությամբ։ Մահդավիի հաջորդ լսումը նշանակված է մայիսի 1-ին Լուիզիանայի ներգաղթի դատարանում։ Նախագահ Թրամփը մտադիր է Սպիտակ տան տարածքում տեղադրել 2 դրոշակաձող ամերիկյան դրոշը բարձրացնելու համար։ Այսօր անսպասելի այցի ընթացքում Թրամփը մի քանի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է Սպիտակ տան հյուսիսային մարգագետիններով, ընտրելով մոտ 30 մետր բարձրությամբ դրոշակաձողի տեղը։ Նա նշել է, որ նմանատիպ մեկ այլ դրոշակաձող էլ կտեղադրվի Սպիտակ տան հարավային հատվածում։ Արդեն 200 տարի է այստեղ դրոշակաձող չկա, իսկ պետք է լիներ, ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան արևմտյան թևի մոտ։ Ծախսը հոգում է Թրամփը, հավելել է նա։ Թրամփը սակայն չի հստակեցրել ֆինանսավորումն իր նախընտրական ֆոնդից է լինելու, թե անձնական միջոցներից։ Աշխարհի խոշորագույն կորպորացիաները պատասխանատու են կլիմայական փոփոխություններով պայմանավորված շուրջ 28 տրիլիոն դոլարի վնասի համար։ Այս մասին վկայում է Դարտմութի քոլեջի նոր ուսումնասիրությունը։ Հետազոտությունը գնահատել է 111 ընկերության առաջացրած աղտոտման հետևանքները։ Ամբողջ վնասի կեսից ավելին բաժին է ընկնում ընդամենը 10 նավթագազային հսկայի։ Saudi Aramco, Gazprom, Chevron, ExxonMobil, BP, Shell, National Iranian Oil, Pemex, Coal India եւ British Coal Corporation։ Համեմատության համար 28 տրիլիոն դոլարը մոտ է այն արժեքին, ինչի համարժեքը կազմում է Միացյալ Նահանգների 1 տարվա համախառն ներքին արդյունքը։ Ուսումնասիրության համաձայն միայն Saudi Aramco-ն եւ Gazprom-ը տարիների ընթացքում հասցրել են ավելի քան 2 տրիլիոն դոլարի ջերմային վնաս մոլորակին։ Հետազոտողները հաշվարկել են, որ մթնոլորտ արտանետված յուրաքանչյուր 1% ջերմոցային գազը առաջացրել է միջինը 502 միլիարդ դոլարի վնաս, միայն ջերմաստիճանի բարձրացման արդյունքում չհաշված տարերային աղետների, փոթորիկներ, երաշտներ, ջրհեղեղների հետևանքներ։ Ուսումնասիրությունների հեղինակ Քրիստոֆեր Քալահանի խոսքով իրենք օգտագործել են շուրջ 1000 համակարգչային մոդելավորում, համեմատել տվյալ ընկերության արտանետումների բացակայությամբ աշխարհը եւ գնահատել ջերմաստիճանի փոփոխությունները։ Օրինակ, միայն Chevron-ի արտանետումները բարձրացրել են երկրի մակերևութային ջերմաստիճանը շուրջ 0.25 աստիճան Ցելսիուսով։ Թեև այս պահին դեռևս ոչ մի դատական գործ հաջողությամբ չի ավարտվել խոշոր արտանետող ընկերությունների դեմ, գիտական հստակ ապացույցները կարող են բեկում մտցնել այդ հարցում։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։